Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է, այս շաբաթվա հաղորդումը ես վարում եմ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ, բարև ձեզ Բարև ձեզ։ Պետք է քննարկենք շաբաթվա իրադարձությունները, որոնք մեկ-մեկից ուշագրավ են, արտառոց են և կարծում եմ, որ բավականին խոսելու նյութ ունենք այս հաղորդման ընթացքում։ Ես կուզեի սկսեինք թերևս նախորդ օրը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցից, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալային հայտարարություն արեց եւ չթաքցրեց, որ Տիգրանաշեն համայնքը, Տիգրանաշենը հանձնվելու է մեր հակառակորդին, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում էինք վերջին տարիներին, բայց իրենք համառորեն հերքում էին դա, հայտարարում էին, որ չկա նման բան։ Իդեպ ասեմ, նույնիսկ այդ հայտարարությունից հետո խոսել ենք Տիգրանաշեն համայնքի վարչական ղեկավարի հետ, այդ Պարուսևակ համայնքի մեջ է մտնում ինքը, եւ այդ վարչական ղեկավարն ասում է, հետո ինչ-որ բան է հայտարարել վարչապետը, ասում է, դա չի նշանակում, որ Տիգրանաշենը հանձնվելու է, այսինքն մարդիկ մինչև վերջին պահը հավատում են, որ չի լինելու նման բան։ Դե պարզ է, որ քննարկումներ գնացին բավականին, ասվեց, որ Տիգրանաշենի ստրատեգիական դիրքը շատ կարևոր է եւ կարող է նույնիսկ Հայաստանի կիսվել երկու մասի, կարող են այդտեղ ռազմական բազա տեղադրել հակառակորդը, մի խոսքով շատ մեծ վտանգավոր ինչ որ մի բանի առաջ ենք կանգնած, ուղու առաջ ենք կանգնած եւ հասարակությունը ինքը չի հասկանում, չգիտի ինչպես կարող է սա կանխել, ինչ կարելի է անել։ Կարծես թե ընդդիմությունը մի տեսակ պասիվ է, լռում է այս թեմայով, չեն խոսում։ Մենք այսպես նստած դիտորդի նման սպասում ենք, թե երբ է Նիկոլ Փաշինյանը իր իսկ խոսքերով ասած քյարքին հանձնելու մեր թշնամիներին։ Ինչ կարող ենք անել, դիվանագետ որպես դուք ինչ քայլեր եք տեսնում, որը կարող է ձեռնարկել հիմա Հայաստանը եւ հայ հասարակությունը գոնե այս պահին։ Տեսեք, ոչ մի նոր բան վարչախմբի ղեկավարը չի ասել։ Սա հերթական այն ստերի, կեղծիքների, փաթեթավորման բացահայտման փուլ ենք մտել։ Այսինքն 1 տարի առաջ է, եթե չեմ սխալվում, խոսվել էր Տիգրանաշենի մասին եւ ինքը կատեգորիկ մերժել էր այդ մոտեցումը, ասելով, որ այդպիսի բան գոյություն չունի։ Ինչպես եւ ժամանակին ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինչպես եւ ժամանակին ասում էր, որ մենք Արցախը չենք հանձնելու, մենք Արցախի կողքին կանգնած ենք։ Ասում էր անկլավների մասին վկայող փաստաթղթեր չկան։ Այդ խառնի ճաղանջ, այդ իրար հակասող, նկատել եք, որ երբ որ իրեն փաստի առաջ են կանգնեցնում, միջև իսկ ձայնագրություն են միացնում, մեր լրագրողները կլինեն տարբեր այդ հարց տվողներ, որտեղ որ ինքը փաստի առաջ է կանգնում, ասում է ես չեմ հիշում, որ ես այդպիսի բան եմ ասել։ Այսինքն ինքը իրավիճակ է փոխվել, իրավիճակա փոխվել, կծիկները այդ ամբողջ խառնել են, հիմա նորից թելի ծայրը գտել են, փորձում են։ Ախր սա պիտի մենք բոլորս հասկանանք, որ հիմա դուք ձեր խոսքում ասացիք սկանդալային, բայց այդ սկանդալային հայտարարությունները ինքն էր, չէ՞, պիտակավորում ընդդիմությանը կամ ընդդիմախոսներին, ասելով դուք ամեն ինչը ուզում եք, մամուլը ուզում եք լցնել սկանդալային ձեր հայտարարություններով, այնիշ գետնի վրա։ Հիբրիդային պատերազմ եք հայտարարում, ես եք անում, են եք անում, բայց արի ու տես, որ այդ սկանդալային կոչվածը վերջի վերջո առաջինը ովքեր են բարձրաձայնել։ Տարիներ առաջ են բարձրաձայնել եւ անընդհատ են բարձրաձայնել։ Ես իդեպ այսօր մի քիչ այսպես հետ գնացի եւ 2024-ի Սրբազան պայքարի են լավ թեժ ժամանակ եւս մեկ անգամ նայեցի ձեր խոնարհ ծառայի ելույթը հրապարակի ամբիոնից։ Այդ ելույթը պատրաստել են Հանրապետության հրապարակի ամբիոնից։ Այդ ելույթը պատրաստել էինք պրոֆեսիոնալ պաշտոնաթող չասեմ, այլ դիմում գրած եւ հրաժարված այս վարչախմբի քաղաքականությունից դիվանագետներով եւ մի հատ էլ անցա։ Եվ հասկացա, որ 24 թվականին այն ինչ որ մենք ասել ենք, երկու ուղղություններով ենք խոսել՝ սահմանազատում եւ սահմանագծում եւ այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Ինչքան արդիական, ինչքան այսօրվան
Եվ նույն Տիգրանաշենին նաև առնչվող այնտեղ շեշտադրում իհարկե Տավուշի վրա էր եւ շատ մարդիկ, իսկ մենք ասում Իրանցի ենք դեպքերի Տավուշը դա միայն Տավուշը չէ։ Տավուշը դա ամբողջ Հայաստանն է։ Տավուշում նախադեպը եթե դու ստեղծեցիր, այդ ամբողջը պիտի կիրառես նաև քո սահմանի երկանքով, որովհետեւ նորից եմ կրկնում, իրենք ընտրել են զիջողական ճանապարհը։ Գնի խնդիր է։ Գինը շատ բարձր է։ Իսկ գինը անհամեմատելի է այն արժեքների հետ, ինչ որ մենք ունենք։ Իր համար անհամեմատելի, որովհետև ինքը իր վրա գերկենտրոնացրել է այդ գինը։ Այդ գինը ուղղակիորեն կապված է իր աթոռի եւ իր իրեն հետ։ Ուրիշ բան է այստեղ մի փնտրեք, որովհետև իր լինելիությամբ նաև ապահովում է ՔՊ-ի լինելիությունը, հա, այստեղ ընդհանուր կուսակցական, գաղափարախոսական նման հենքի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բացեք նույնիսկ այսքանից հետո այս նոր հիմա որ պիտի մտնեն ազգային ժողով կառավարության այսպես կոչված առաջին հնգամյա ծրագիր եւ ամեն ինչ շատ բաց կդառնա։ Տեսեք ինչից է սկսում օրինակ արտաքին քաղաքականությունը, որ ուղղություններից է սկսում եւ որ ուղղություններն էին, որ պետք է առաջնային լինեին, դա այբենականի հետ որևէ կապ չունի։ Հիմա էլ կարող են շուռ տալ, չէ, ասել դե խառն են գրել, դե այբենականով են գրել, դե երկրների անուններ, ոչ, բացարձակ, այդտեղ կա միտում, շատ հստակ։ Քանի կետ հետո նոր անդրադարձեր է սկսում մեր ավանդական դաշնակիցներին կամ իրավիճակային դաշնակիցներին։ Սա հայտարարություն է ուղղակի եւ դիտավորյալ է բնականաբար, մենք հարցազրույցից առաջ կարծես անդրադարձանք։ Ամեն ինչ ինքն է որոշում։ Իր վրա է կենտրոնացած, հանկարծ ուրիշտեղ չփնտրեք, որ ինքը թիմում ունի խորհրդատուներ եւ այդ խորհրդատուները ինչ որ բան է որոշում։ Ընդհանուր մենք կարծես եկել ենք այդ եզրահանգման, որ ընդհանուր կա դրսից թելադրանք, դա Բաքուն է, Անկարանն է, Երուսաղեմը, Թել Ավիվը, Արևմտյանը, Վաշինգտոնը որևէ կապ չունի։ Կա թելադրանք։ Եվ այդ թելադրանքը միանշանակ ծառայեցված է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, այստեղ երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել, հակոտնյա է մեր ավանդական բարեկամներին, դաշնակիցներին կամ իրավիճակային դաշնակիցներին, սրա վրա մենք պիտի շատ լուրջ ուշադրություն դարձնենք, ինչ բան է իրավիճակային դաշնակից, հա։ Սա դիվադագիտական նաև նյուանս է, որ իրավիճակը քեզ կարող է թելադրել, որ դու երեկվա ոչ բարեկամի հետ դու ունենաս դաշնակցային հարաբերություններ, ընդ որում ոչ բարեկամ ասելը դա Թուրքիան ու Ադրբեջանը չի հաստատ։ Եվ այն ինչ որ կատարվում է Թուրքիայի Ադրբեջանի հետ, երբեք չի կարելի կոչել իրավիճակային նույնիսկ բարեկամություն։ Ինչու՞, որովհետև իրավիճակային բարեկամությունը ինքնին երկուստեքություն է ենթադրում։ Այստեղ չկա այդպիսի բան։ Եվ Թուրքիայում եւ Ադրբեջանում կա խորը թշնամանք եւ ատելություն հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն էլ եւ նաեւ ես կուզեի որ այս թեմայի հետ կապված խոսենք նաեւ այն մասին որ իր թիմի անդամները նույնիսկ եթե քաղաքականություն չեն որոշում եւ նրանց ձեռքում չէ լծակները արտաքին քաղաքականությունը որոշելու սակայն երբեմն իրենց ելույթներում բացահայտում են բաներ որոնք մեզ համար գաղտնի են օրինակ այս շաբաթվա ընթացքում էր կարծեմ որ այդ падգամավոր քաղաքապայմանագրի падգամավոր Արման Եղոյանը հայտարարեց որ Սփյուռքը եթե ուժեղանում է Հայաստանն է թուլանում պիտի Սփյուռքը թուլանա որ Հայաստանը ուժեղանա հա եւ դաշնակցության հասցեին ինչ որ արտահայտություններ եւ այլն Այսինքն այս մարդիկ բավական չէ որ 6-7 տարի կամ մի քիչ ավելի պայքարում են Սփյուռքի դեմ, Սփյուռքը պառակտում են, Սփյուռքը հեռացնում են, օտարում են Հայաստանից, Սփյուռքյան գործիչներին չեն թողնում որ մուտք գործեն Հայաստան, արգելքներ են դնում անօրինական, դեռ բացահայտորեն էլ հայտարարում է որ Սփյուռքը պետք է թուլացնեն իրենք, ինչը որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հենց երազանքն է, չէ, իրենց թիվ 1-ը պահանջն է, առաջնահերթությունն է իրենց համար։ Ես ուղղակի ապշած էի, որ այդ բանկարդակի այդպես բացահայտ չեն թաքցնում արդեն իրենց նպատակները։ Որովհետեւ իրենց թվում է, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի։ Որովհետեւ իրենց թվում է, որ այդ մասնագետները եթե անընդհատ խոսում են, դադարել են այլևս խոսելուց կամ հոգնել են այլևս խոսելուց, այդպիսի բան չկա։
Հետո կա այսպիսի հանգամանք, սա ներհայաստանյան մասով եմ ուզում ասել, կան չէ պրոքսի պատերազմներ, հա։ Հիմա Նիկոլը ունի պրոքսիներ։ Ես սրանց անվանում եմ իր թիմից կարող են լինել, իր արբանյակները կարող են լինել, սատելիտները։ Ես սրանց անվանում եմ մինի օվերտոնչիկներ, որովհետև օվերտոնի ընդհանուր գաղափարը պիտի կարծես թե առաջնորդով սկսվի, բայց ինքը տեսեք ինչ է անում, ինքը տեսեք թե ինչ է անում, ինքը զոհաբերում է թիմակցին, թիրախը, նշանակետը տեղափոխում է, իր համար փույթ չի ով է այդ թիմակիցը, դա կարող է լինի իր ձախ ձեռքը, աջ ձեռքը, իր ամենան, կապ չունի իր համար, բայց ինքը պիտի անի մի քայլ։ Հիմա այդ ստուգողական այսպես քայլը որ պիտի անի, կապ չունի, այդ դարմանը կլինի այդ Եղոյան, հա, այդ անհասկանալի երիտասարդը, այն երիտասարդ նորելուկները կլինի, այն դեղնակտուց երեկվա ոչինչ չունեցող եւ չունեցողի նկատի ունեմ գիտելիքի եւ հետագծերի իմաստով մարդկանց, որովհետեւ ես երբեք մարդկանց ինչքը ունեցվածքը չեմ ուզում ինչ որ չարաշահել կամ դրա մասին խոսել։ Ինքը այդ մարդու շուրթերով եւ նման դեպքեր մենք ունեցել ենք օրինակ շատ հայտնի Անդրանիկ Քոչարյանի ցեղասպանության հետ կապված առաջ քաշած այդ այլանդակությունը։ Զոնդաժը անում էլի, չէ՞։ Զոնդաժը անում, պիտի հասկանա դաշտը ինչպիսին է։ Աշխատեց, քայլը սկսում է ինքը շարունակել։ Արդեն ուրիշ փաթեթավորմամբ։ Չաշխատեց, մի քիչ ստոպ կտակ փորձի տարբեր կողմերից, զարտուղի ճանապարհներով։ Ուզենք թե չուզենք, կա այդպիսի հասկացություն քաղաքական կենթանի։ Նա քաղաքական կենթանի է եւ պիտի իր հետ վարվել sense քաղաքական կենթանի լինելով։ Այստեղ բարեկրթություն, բարևարկություն, դաստիարակություն, այդ բաները Այստեղ արդեն քարը նետեցի կնդիմության դաշտը։ Հա, ես նայեք, շատ պարզ եմ ասում։ Հիմա դու կարող ես շատ սուր խոսել, բայց լինել իսկապես բարեկրթության սահմաններում։ Ես միշտ ինքս չեմ ուզում էլի իմ վրա օրինակ բերել, բայց ես միշտ փորձում եմ իսկապես պահպանել այդ սահմանները առանց ինչ-որ անձնական վիրավորանքների, թեպետ գայթակղությունը Արմինե ջան այնքան մեծ է, նաև այդ անձնական վիրավորանքը։ Գայթակղություն չէ, մեր նյարդերը չեն դիմանում։ Հնչյունը արդեն կարող են այսպես այնպես փաթեթավորել ներկայացնել, որպես բան անձնական վիրավորանք դուք մեզ տվեցիք, այնինչ իրականության մեջ կամ փողոցային կամ պատժելի արար կարող են ներկայացնել եւ սկսեն դրա մասին տարփողել։ Դա հատուկ արվում։ Դա հատուկ արվում, սա նոր տեխնոլոգիա է եւ այդ իմաստով այն շունչն ու մթնոլորտը, որ բերել է այս ազգային ժողով, արդեն շատ տեսանելի է, սա ինչ շարունակություն պիտի ունենա։ Հասկանում եք, իրականության մեջ քայլը անում է իշխանությունը, գծում է գիծ թե բարևարկություն։ Առաջինը ինքը սկսում է այդ բարևարկությունը խախտել, ընդ որում խախտում է տարբեր կողմերով։ Կլինի դա սոցհարթակներից, կլինի դա գրառումներ անելով, կլինի դա հենց այդ նորելուկ падգամավորներով, իրենց մեջի որ չեն եղել միջև այդ եւ բնականաբար այս ամբողջը շատ լուրջ վերահսկվում է վարչախմբի ղեկավարի կողմից։ Հիմա մեկը հարց կտա, չէ, այդ մարդը երկիր է ղեկավարում, ով է ձեզ տենց բան ասում։ Ես իմ կարծիքով երևի 3-4 մոնիտորով է հետևում այդ ամեն ինչը։ Զգուշացնում է, որ իրեն չխանգարել, փակվում է այդ սենյակում եւ տառացիորեն, որովհետեւ ուրիշ բան այստեղ չես գտնի, այնքան կոորդինացված, այնքան ուղղորդված է այս ամեն ինչը ու այդ Եվ հետո այնքան միաբնույթ է դրանց ելույթները, դրանց ամեն ինչը, որ մի կենտրոնից են կառավարվում։ Ճիշտ է, որովհետև հայելային այնուամենայնիվ հայելային տրամաբանություն, կարծեմ մենք անդրադարձել ենք դրան, որ բոլոր իմ մեղքերը ես հայելային շուռ եմ տալիս իմ դիմախոսների վրա։ Եթե ուշադիր լինեք, առանցքայինը իրենց խոսքի մեջ
այդ մեղքի բաժինը ուղղակիորեն շուռ տալն է անդիմության վրա։ Հետո գիտեք, ես այսօր փորձում էի հիշել, ասում տեսնեք, տեսնես, երևի մենք իրոք բոլորս կարճ հիշողություն ունենք, չենք հիշում, թե նախկինում մեր խորհրդարանները ինչպես են աշխատել։ Արդյոք իշխանական մեծամասնությունը այդպիսի ագրեսիվ, այդպիսի ատելության խոսք ուներ ուղված ընդդիմության։ Մենք ունեցել ենք, չէ՞, ընդդիմություններ բոլոր շրջաններում։ Մի փուլ եղել է ժառանգությունը, հետո եղել է ՀԱԿ-ը, հետո նույն ելքն է եղել եռամիասնությամբ այդ խորհրդանուն ներկայացված, բայց ես չեմ հիշում, որ նախկին իշխանությունները, հանրապետականները, մեծամասնություն կազմող падգամավորները այդպես ամենօրյա ռեժիմով վեր կենան ու դրանց դատապարտեն, դատափետեն, բոլոր մեղքերը վերագրեն իրանց, անընդհատ ինչ որ կռվի մեջ, պայքարի մեջ լինեն։ Կարծես թե նախընտրական պայքարը չի ավարտվել, երբ որ նայում ես այս խորհրդարանին։ Չի ավարտվել, ասեմ ավելին սրվել է, եւ այնտեղ կա շատ հստակ դերերի բաշխում։ Այնտեղ կան տանդեմներ, շատ լուրջ աշխատող, ընդ որում պարտադիր չի, որ ամբողջ խմբակցությունը դրա մասին իմանա։ Սա շատ տեսանելի է։ Տեսեք, երբ մի քիչ պատկերը գալիս է արդեն զուտ քաղաքական բանավեճի մակարդակի, անպայման է տանդեմի կամ տանդեմիկների ներկայացուցիչներից մեկը հայտնվում է եւ իրավիճակը պիտի սրի։ Պարտադիր պիտի սրի, որ հանկարծ այդ պլատոն, այդ հարթությունը որևէ ձևով շարունակական չլինի։ Անընդհատ պիտի սրվի։ Ինչու է սրվում, որպեսզի ժողովրդին շեղի։ Սկանդալների հետևից, հա, վերջի վերջո Հիմա օրինակ քննարկեն ազգային ժողովի նիստերը մոռանալով, որ Տիգրանաշենը հանձնելու հարցն է բարձրացված։ Վերջի վերջո այդ հացի ու խրախճանքի այդ հարաբերակցությունը, հա, ինչ է պետք ժողովրդին, հաց եւ խրախճանք, խլեբ իզրելիշ։ Հիմա բանը պարլամենտը դարձնում է խրախճանք նաեւ։ Հացն էլ դե հա կա ու կա, այսինքն անընդհատ կարելի է կազմակերպել ֆեստիվալներ, վարչավառներ, վարչաբենդեր, վարչախենթեր եւ այլ ինչ ասես կարող է լինի։ Եվ անընդհատ պիտի պահեն, այսպես ասած, հաճույքի ճնշման տակ, հաճույքի թմրեցման տակ, որ հանկարծ որևէ ձևով մարդը չկարողանա կենտրոնանալ եւ մի հատ հարց չտալ, այդ ինչ քարքի ասեցի։ Այդ Տիգրանաշենը իր խոսում նախորդ Քարոզ Արշավիտ ժամանակ, դրանից առաջ էլ չնայած պտուղները արդեն երևի, այդ դուք չեք որոշելու, որտեղով պիտի սահմանները անցնի, բավով է որոշելու։ Բավով է որոշելու։ Այդ մարդիկ ունեն սեփականության վկայականներ։ Այդ հողի վրա իրանց տների, իրանց տեղամաս է եղել այդ գյուղում։ Հիմա ասենք, բան այդ նույն մանիպուլյացիան է։ Տիգրանաշենում ընտրատեղամաս չի եղել, Պարուհի Սևակում է եղել ընտրատեղամ, բայց մասնակցել են, չէ՞, այս մարդիկ։ Տիգրանաշենում գրանցված քանի մարդ է ապրում։ Եվ բավ է, էլի, եկեք մի քիչ բան լինենք, էլի։ Պետք չի անընդհատ ասել, այս դուք չեք ընտրել, այս Տիգրանաշենի ձայները, այս ժողովուրդ, ընդհանուր Տիգրանաշենը չի։ Մենք ինչի ենք, երբ որ Տավուշը ինչու սկսեց։ Ինչու ենք ասում, որ Տավուշը դա միայն Տավուշը չի։ Դա ամբողջ Հայաստանն է, դա Վանաձորն է, դա Սպիտակն է, դա Երևանն է, դա Գորիսն է, դա Սիսիանն է, Տավուշի վրա մի կենտրոնացեք։ Հիմա բոլորը կենտրոնացել են Տիգրանաշենի վրա, չէ՞, գեր կենտրոնացել են։ Բայց իրականությամբ ինչ է կատարվում։ Իրականությամբ, այո, շատ ճիշտ նկատեցիք։ Եվ մի հատ դրվագ եմ ուզում փոքր բերել, այս շատ կարևոր է, շատ արագ ասեմ, հանկարծ չծանրաբեռնենք, էլի մեր եթերը։ ԵԱՀԿ փաստաթղթերով կամ ԵԱՀԿ սկզբունքներով կան շատ հստակ սահմանված սահմանազատման գործընթացը ինչպիսին պիտի լինի։ Այնտեղ սևը սպիտակի վրա գրված է եւ սա ԵԱՀԿ փաստաթուղթ է, որը ընդունել են բոլոր մասնակից երկրները։ Որ սահմանազատման գործընթացը կամ սահմանագծման գործընթացը ենթադրում է մի այնպիսի ծրագիր կամ քայլերի հաջորդականություն, որոնք շատ կարևոր են տեղի բնակչության կենսապահովման, ենթակառուցվածքների եւ տրանսպորտների անընդհատելիության սկզբունքը անխափան աշխատանքի, հա։ Հիմա դու պատրաստվում ես ոչ բարով, Աստված մի արածե, բայց սրա մասին արդեն տարիներով է խոսում ընդդիմադիր դաշտը, տարբեր մասնագետներ, վերլուծաբաններ, բոլորին թվում է սրանք ուղղորդված խոսքեր են։
ասի այդ ուղղորդողը ով պիտի լինի, հասկանում եք, ով այդտեղ հետաքրքրություն Հայրենիքի ունի, զգացումը։ ով ունի այդտեղ։ Մեր ուղղորդումը, մեր հայրենիքի նկատմամբ այդ կորստի զգացումն է վաղվա արդեն կորստի։ Մենք էլ մաքսիմալ ինչը կարող ենք անել, դրա մասին բարձրաձայնել, ահազանգել, խոսել, անընդհատ խոսել, նամակներ գրել, այսինքն չլռելը արդեն լռելը հանցագործություն է այս պարագայում։ Հիմա այդ անկլավ, եթե անկլավ ես դու կոչում, հա, առաջի անգամ քարքի բերանից դուրս եկա, ոնց որ հիշում եք Բարխուդարլի, Էվազլի, սենց բաներ էր ասում։ 21 թվականի օգոստոսին էր առաջին ասում։ Առոգանությունը շատ լավ ստացվում է Ադրբեջանական, չէ՞, ադրբեջանական տոպոնիմների իր պատկերացմամբ շատ արագ է կարողանում սա վերցնի։ Վերջ, ինքը արդեն բացեց պատողանը։ Հիմա դրա մասին անընդհատ կսկսեն պտտեցնել։ Ինքը առաջիկայում կարող է եւ չանդրադառնա, եթե իրան հերթական իրեն անընդհատ պիտի ճնշել դրանով։ Տեսեք ինչ է ասում։ Ասում է Ալմաթիի հերթակագիր, որը իդեպ սահմանների հետ որևէ կապ չունի։ Իդեպ չունի իրեն կից անեքսով, հա, ցանկացած հերթակագիր, պայմանագիր կարող է ունենալ նաեւ հավելյալ անեքսներ։ Քարտեզային որևէ նկարագրություն, քարտեզներ որպես այդպիսի գոյություն չունեն, ինքը անընդհատ, տեսեք ինչի վրա է խաղացում, քարտեզներ կան, դա ցույց են տալիս եւ այլն եւ այլն։ Այսինքն այս անընդհատ սրա մասին խոսելը բերում է նրան, որ Տիգրանաշենչին, այո, չի հավատում։ Ով է ասել, վարչապետը տենց ինչ է ասել, ասում եք համայնքը, ես օրինակ չեմ վարչական ղեկավարը այդպես էր վարչական ղեկավարը այսպիսի բան է ասել։ Ես ուղղակի նորից եմ կրկնում, սրա մասին առանց էմոցիայի, շատ սառը, պիտի խոսել, փաստագրված, որքան հնարավոր է մատչելի, որքան հնարավոր է կարճ, առանց ավելորդ ածականների, մագդիների եւ այլնի, սրա մասին պիտի որ շարքային մարդու գիտակցությանը հասնի այդ ամենը։ Շարքային մարդը պիտի վերջի վերջո հասկանա, որ ինքն էլ նորից եմ գնում եմ, հասնում եմ Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Այդտեղից սկսած։ Հիմա իրավիճակը փոխվել, բայց նայեք ինչ խուժանություն կա, էլի, այստեղ, հենց այդպես եմ ասում դրան, ոչ թե մանիպուլյացիա, խուժանություն է, էլի, ուղղակի, որ այս ամեն ինչը ժողովուրդն է ինձ ստիպել, որ ես գնամ իր ասելով քյարքին տամ։ Այո։ Քյարքին երբ ստիպել, որ Ծառուկյանին նստացնենք, ամեն ինչը քյարքիով քանի 100 անգամ ես անցել գնացել Գորիս եւ Արցախ։ Քանի 100 անգամ ես գնացել ես, չէ՞։ Ճանապարհներ ես ընդեղ Շուշիում ապարել է նույնիսկ, չասենք այդ հարսանիքներն ու այդ տրճիկ տալը այդ չեմ ուզում ուղղակի այս ամեն ինչի մասին անդրադառնալ, որովհետև այնքան բանը ակնառու է այս ամեն ինչը։ Ասել եւ սպասում էի, հենց օրերս էի սպասում, ասում էի, միջև սա պարլամենտ չմտնելը անպայման ասելու է բանի մասին, Տիգրանաշենի մասին։ Անպայման եւ մենակ Տիգրանաշենը չի։ Բայց 24 թվականին ուրիշ բաներ ասում, պարոն Մելիքյան, ասում էր, այո, հեսա կստանանք մեր հողերը, բերքաբերից, չգիտեմ, 800 հեկտար հող ունենք ստանալիք, սահմանազատումը գնալու է ուղղությամբ դեպի ներքև հարավ։ Ոչ մեկ չէր խոսում այն մասին, որ միանգամից մեկ էլ հայտնվում են Տիգրանաշենի մոտ։ Որովհետեւ Սիրելի Արմինե, ի բնե այս գործընթացը հակասահմանադրական ու հակաիրավական է։ Դու հետևից ես եկել, դու սկզբում պիտի հարաբերություններ հաստատես, համապարփակ հարաբերություններ հաստատես այն երկրի հետ, ում հետ որ դու պատրաստում ես սահմանազատում անես։ Դու պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենաս։ Փաստաթղթի վրա ոչ թե նախաստորագրված, ոչ թե պարաֆիկացված այն ինչ որ հիմա իրանք ասում են, դե նախաստորագրել ենք վերջացավ գնալ։ Այդ հələ մի հատ պիտի ստորագրվի, հələ հարցրեք Ալիևը ուզում է ստորագրի, թե չէ։ Հա, դու միջև դա չունենաս, դու չես կարող ախր սկսել սահմանազատման եւ սահմանագծման process։ Վերջ։ Մի փոքրիկ օրինակ էլի այդ նույն ելույթից, որպեսզի հիշողությունը թարմացնեմ, ովքեր չեն լսել, թող իմանան մարդիկ։ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի արդյունքում վրացական կողմի մի շարք պաշտոնյաներ
քրեական պատասխանատվության են ենթարկվել սխալ սահմանագծման եւ սահմանազատման համար։ Պատկերացրեք, այդ հենց Վրաստանն ու Ադրբեջանն են, որոնք ռազմավարական սահմանային վեճեր չունեն, եղբայրներ են եւ այլն, ունեն նաեւ սահմանազատման process։ Ոնց որ եւ մենք Վրաստանի հետ ունենք սահմանազատման process, արանքներում մեկ-մեկ ասում ենք, «Էս նվեր ենք տալիս ձեզ»։ Այսինքն, եթե դա այդքան հեշտ process լիներ, 30+ տարի հայ-վրացական սահմանազատումն ու սահմանագծումը չէր շարունակվի, վաղուց վերջացած կլիներ։ Դա իսկապես շատ ծավալուն, շատ մասնագիտական, շատ խորը ուսումնասիրությունների պատմական եւ ամենակարևորը իրավական թղթերի վրա հիմնված ակտերի, ընդ որում փոխադարձ ընդունված ակտերի մասին է խոսքը, փոխադարձ համաձայնեցված ակտերի մասին է։ Նույնիսկ այս պարագայում, եթե այդ ընթացքում, այդ գործընթացում, եթե դու ունես համաձայնություն եւ այդ համաձայնության արդյունքում նույնիսկ գալիս ես մի կետի, որ պիտի ինչ որ մի բան զիջվի տարածքի իմաստով, այստեղ միանշանակ է, դու պիտի անցկացնես հանրաքվե, ուրիշ որևէ բան գոյություն չունի, ախր սա սևը սպիտակով է սահմանափակությունը։ Դե բայց ով բարձրացնում է այդ հարցը, ասում է, հա, ինչի համար հանրաքվե անենք, այդ տարածքը ադրբեջանական տարածք է, մենք ընդամենը իրենց տարածքը իրենց ենք վերադարձնում, բայց ոչ ոք չի հարցնում, ասում, բա վերջը այդ 29800-ի մեջ ինչ ա մտնում, կարող ենք մենք իմանալ, գոնե սահմանների գծագիր կարող եք ներկայացնել, թե մենակ այդ բռոշկան ա, որ կրդոշներից կպցրած, այդքան է։ Հա, բայց մենք չենք էլ հասկանում դա վերջը սահմանը, որ ես վստահ եմ հիմա, եթե չափագրում արվի նորմալ, կպարզվի, որ արդեն մեր սահմաններից այնքան կտրել են, տարել են, որ մենք 29000 չունենք 100% արդեն պակասել է։ Էլ չասեմ, որ մի հատ էլ ասում եմ, որ դե ես թիվ չեմ ասում Ադրբեջանի մասը, որովհետև Կասպից այդպես բարձրանում իշտ, բայց բարձրանալ փոքրանում ասամ, բարև ձեզ, տեղ ենք հասել, այն մի հատ բան կա, կներեք, ժողովրդական խոսքից ասում կանգնի աշխարհ, իշխնող կա։ Հիմա չի կարելի հասկանում եք այս աստիճանի դեգրադացնել, այս աստիճանի նսեմացնել, այն ինչ որ ամեն ինչը կա արդեն միջազգային սկզբունքներով հաստատված, չի կարելի պարզապես։ Չի կարելի խախտել այն ամեն ինչը։ Ի վերջո այդ բոլոր աշխարհը ճանաչել է, գիտի, պետք է վերցնել օրինակները եւ օգտագործել Հայաստանը։ Հիմա այդ նույն ադրբեջանցիների, այսպես ասած, Հայաստան գալու այդ թեման։ Ասում եք, բա ուր են։ Չէ, ներողություն եմ խնդրում, 4 տարի առաջ խոսվում էր Տիգրանաշենի մասին։ Այն ժամանակից ասում եք բա ուր են, այսօր հայտարարում եք։ Վաղն էլ նույն բանն է լինելու։ Նորից եմ կրկնում։ Մենք ի տարբերություն մասնագետների մասին է խոսքը, ի տարբերություն շատերի կամ մյուսների եւ պարտավորել չեն այդ մարդիկ, որովհետեւ ամեն մարդ ունի, հիմա ես բժիշկ չեմ, հա, ոչ էլ բանը, բալետի մասնագետ, ամեն մարդ իր փեշակով պիտի այսպես ասած խոսի։ Մենք որ այս ամեն ինչը ասում ենք, մենք նաև դրա կանխատեսելիությունն ենք անում, որը իդեպ շատ անշնորհակալ գործ է, հա, բայց այնուամենայնիվ, այդ գուշակությունների մեջ չեք, մենք տողատակ ենք կարողանում կարդալ, այդ դուք չեք կարողանում, որովհետև դուք press release-ի կարևորությունը չեք կարող հասկանալ, ձեզ թվում է դրանք շտամպովկեք են, որոնք պիտի ասվի, բայց այնտեղ ամեն բառն ու բութն ու ստորակետը շատ կարևոր նշանակություն ունի երանգի, շեշտադրման, հերթական քայլը հասկանալու, ինչպիսին պիտի լինի դրա հակահարվածը քո հակառակորդի կողմից կամ դիմացինի կողմից, այս բաները կան, հասկանում եք, բայց այդ անգրագիտությունն է, էլի, որ Այո, մի կողմից անգրագիտությունն է, մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ իրենք չեն որոշումներ կայացնում։ Իհարկե չեն կայացնում։ Որոշումները կայացնում են, իրենց բերում են դնում են փաստի առաջ, ինչպես Ալիևը մի օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստան են ուղարկել էլեկտրական սյուներ գծողներ եւ ստիպված եղան հաստատել, որ այո, եկել է այդ ծիվ, այսինքն ոչ մի հարց իրենք չեն որոշում, այլևս երբ որ հայտարարում է, այդ նշանակում ինքը դաբրո է տալիս, որ կարակ արդեն դրա մասին խոսեք։ Այո։ Բայց այդ որ եթե եկել են այդ մասը, պատկերացնում եք ինչ գերկենտրոնացում է եղել, ինչ ուժեր են
մոբիլիզացվել, որ հանկարծ դրանց մի հատ մազը չթրթռա, հանկարծ դրանց հետ մի բան չլինի, պատկերացնում եք, չէ՞, թե եկել են, խայլել են, գնացել են, չափագրել են, հետո հանգիստ Եվ դա վերադարձել են նշանակում է, որ եւ հաշտվել են, որ ատոմակայանը փակվում է, նոր ատոմակայան չի կառուցվում, որ Միանշանակ ստիպված ենք մնալու Ադրբեջանի տված հոսանքի միանշանակ հույսին եւ այլն եւ այլն։ միանշանակ նորից գալիս եմ ժողովրդական խոսքին։ Я эши садки, я эշատերը։ Այս կամ էշ մի սադքի գարուն կգա։ Այս բանը այնքան տիպիկ է այս ԿՊ-ի համար։ Այնքան տիպիկ է ասված, որ դուք անընդհատ փորձում եք ամեն ինչը շուռ տալ գլխի վայր։ Անընդհատ փորձում եք մանիպուլացնել։ Ամեն ինչի վրա ունեք պատասխան, ինչու, որովհետև երբ որ սուտ ես խոսում, պատասխանների շարք կարող ես ունենալ։ Իսկ ճիշտը մեկն է լինում, հասկանում եք, ճիշտը, սկզբունքայինը, հստակը եւ այն ինչ որ դու իրականության մեջ ունես։ Ի տարբերություն իրենց, մենք լավին նաեւ լավ ենք փորձում ասել, բայց այդ լավի փնտրտուքի մեջ են կարծես թե չեն կարողանում այդ լավն էլ գտնել։ Չէ, հետո գիտեք այնքան շատ սուտ են ասել, որ երևի առաջի սուտը ասելուց պիտի մենք բռնեինք կոկորդներից ու թույլ չտայինք, որ շարունակեն։ Հիմա իրենք արդեն սուտ ասելը դարել է իրենց ապրելակերպը։ Բրենդա, իրենք այդպես են ապրում, առանց դրա չի լինի։ Ինչ շատ հետաքրքիր է, իրենց ընտանիքներում էլ են այդպես։ Այսինքն ով որ առանձին ընտանիք չունի, մամա պապայի հետ ասենք, մամային պապային սուտ են ասում, տենց աչքերի մեջ նայելով։ Այսինքն իրանց մաման պապաները Դե եթե մի ամբողջ ժողովրդի սուտ են ասում, կարծում եմ ոչ մի խնդիր չունեն։ Եվ իրենց կանանց, իրենց ամուսիններին, իրանք սուտ են, չէ՞ ասում։ Իրենց երեխեքին են խաբում, չէ՞։ Բալես ասելով մենք քո ապագան, վաղը տես ինչ երջանիկ Հայաստանում ես դու լինելու եւ այլն եւ այլն։ Եվ այդքան, ասենք, ապագայից են խոսում, այդքան զինվելուց են խոսում, այսի 28-ին բերեցին այդպիսի մի շքերթ արեցին, որ ցույց տան, որ մենք զինվել ենք, մենք այսպիսի հզոր բանակ ունենք ու պարզումա բանակում օր ամեն օր լսում ենք ինքնասպանություն, վրաերթ, զինվորի մահ։ Ոնց կոծկեցին այդ զիլ մեքենայի պատմությունը։ 7 զինվոր են եղել։ Երեկոյան 9-20 րոպե 7 զինվոր։ Ինչ գործ ունեն այդ ճանապարհի վրա։ Հետո էլ հերքում են թե հակագազերով չեն եղել, բա ինչի չէիք ասում, չէ՞ միջև որ բացահայտվեց, չէ՞ պայթեց ճարահատյալ գնացիք այդ քայլին, այդ 7 այդ երեխեն որ գնաց ժամկետային ծառայելու, ինչ պիտի ասեք այդ ծնողին։ Այդ որ ասում եք պատերազմ չկա, սահմանին չէ, սահմանին չեն կրակում, ուրիշ տեղ են զոհվում։ Դժբախտաբար ուրիշ տեղ են զոհվում այդ երեխեքը։ Մի 10 օր առաջ էլ Նուբարաշենի զորամասում զանգվածային թունավորում էր եղել սննդային, զինվորներին համատարած տեղափոխել էին Նորքի բժշկական կենտրոն։ Այսինքն անընդհատ բանակում խայտառակ վիճակ, լսում ենք սահմանին դիրք ու մարդ չկա կամ չգիտեմ ինչ, վերահսկելի վիճակ է, որովհետև դու բանակին չես վերաբերվում այնպես, իրենք էին, չէ, ասում մի քիչ շատ եք ճոռոյացրել այդ բանակը, շատ։ Բանակը չպիտի լինի անվտանգության երաշխիք ասում։ Թող մի հատ հրյա ցախալի մասի մի հատ սխալ բան խոսի։ Մեկ հատ հրյա աշխարհի որ անկյունում որի, թող ցախալի մասի մի հատ սխալ բան խոսի։ Հասկանում եք, այսինքն այդ որ քանդում են, դրանք ինստիտուտներ են։ Իսկ բանակը քո ապավենն է, քո միակն է, քո այն հենասյունն է, որով քեզ պիտի պաշտպան, մենք ինչ ենք միշտ ասում, բա որ ասում եք մենք մեր վրա պիտի հույսը դնենք, այդ ձեր վրա հույս դնելը մարդկանց, երկրների, այլ ղեկավարների ֆռացնելու մեջ, հա, ձեզ թվում է։ Ոչ բացարձակ։ Եվ առաջին պատասխանատուն դուք եք, այստեղ ընդդիմությունը անելիք չունի։ Եվ վստահ եմ ընդդիմությունը միայն կօգնի, եթե տեսնի, թե ոնց է փոխվում բանակի նկատմամբ վերաբերմունքը։ Դուք բանակը այն ձևով եք հիմա փորձել ներկայացնել, որ մարդիկ արդեն բան են զգում, դեգրադացվել է։ Բանակի հանդեպ հարգանքն է նվազել, հարգանքը նվազել է շատ։ Հասկանում եք, էս է խնդիրը։ Եվ գիտեք, որ նայում ես այսպես քայլերի ամբողջության մեջ, որ տեսնում ես, դա հստակ ծրագիրը երևում է։ Ուրեմն դպրոցներից հանեցին նախնական զինվորական պատրաստություն առարկան, այլևս զենքի հետ ոչ մի առնչություն չեն
ունենալու 12 դասարան Եկեք սովորող երեխան, որը 18 տարեկանում է ավարտում, չի իմանալու թե ավտոմատն ինչ է, զինքն ինչ է, բլինդաժն ինչ է, պաշտպանողական բաները ինչ է։ Հանեցիք հոգևորը, Այո, դրա հետ զուգահեռ այո, հանեցիք հանեցի հոգևորը եկեղեցու եկեղեցու պատմությունը, այո, շատ կարևոր։ բանակը դարձրեցին 1.5 տարի, այո, հիմա Եվ հիմա համալրում եք պայմանագրայիններով, համատարած համալրում եք պայմանագրայիններով, չեք կարող, չեք հասցնի, վերջը ռեզինից չի է ժողովուրդը։ Իհարկե, զինվորականների դեմ համատարած քրեական գործեր հարուցեցին, հեղինակազրկեցին հին ծառայած զինվորականներին, որ նայում ես, այս քայլերը պատահական չեն արվում, սրանք մի ամբողջ ծրագրի շղթաներ են։ Բաքու ասել են, չէ, դու ձեզ հակացուցված է ունենալ մեծականակ բանակ, ձեզ հակացուցված է ունենալ զինատեսակների այն քանակությունը կամ այն աստիճանակարգումը, որը ուղակի սպառնալիք կարա լինի, վա կարող են Միայն պաշտպանողական ինչ-որ բաներ կարող եք։ ինքնաձիգեր են հազիվ չէ պաշտպանողական, հա, ասված է, իջացված է հրահանգը, պիտի կատարվի։ Չկատարես, նայի քթիցդ ոնց կբերեն։ Եվ բերվելու է քթից։ Էս է ամբողջ հարցը, հասկանում եք, չէ որ ինքը մի անգամ ես լավ հիշում եմ, էլի ես ատում եմ մեկնաբանել Նիկոլին, բայց չեմ էլ կարող չհիշեցնել իր իսկ ասածները։ Մի անգամ ինքը ասել, չէ, լավ, միջև որտեղ պիտի գնանք սենց հասնենք այս շղթան զիջումների։ Ինքը դա ընդունեց, չէ։ Երբ որ ենթագիտակցությանը մեջ դրված է, որտեղ մենք թվերին, չէ, գահավիժում եւ ինչ արագությամբ չկա այդ չափանիշը, որ ես այդ արագությունը ասեմ, այդ իբր ձեռը առնում, բայց իրականության մեջ ինքը իրականությունն է ասում։ Իրենից լավ ոչ ոք չգիտի ոնց ենք մենք գահավիժում։ Այստեղ է խնդիրը, հասկանում եք, եւ դա ինքը բարձրաձայնում է։ Ոնց որ եւ կբարձրաձայնի քյարքին, ոնց որ եւ իր ասած ասկի պարան ոսկե պարի փոխարեն եւ այլն։ Դե բացահայտվեց, չէ, նույն Գորիս Ղափանը ինչպես եղավ։ Փակ գնացել ինչ-որ պայմանավորվել էիք, ոչ բան եք ստո, չէ, փակ բանավոր պայմանավորված եմ տարածք է զիջել։ Եվ իրանց խաղաղասեր հարևանը այդ 20 կիլոմետրը ուղղակի պահում է, ոչ մի ձևով դա իրանց օգտագործման ենթակա չի, ուղղակի մեզ զրկել է միջպետական կարևոր ճանապարհից։ Երկրորդ կարծիք չկա։ Էս է խնդիրը։ Եվ նույնը անելու է Տիգրանաշենի դեպքում, անելու է Կիրանցի դեպքում, անելու է ատոմակայանի դեպքում, Սփյուռքի դեպքում կիսատ ճանապարհիա, բայց հələ բանա ոսկորկա կոկորտին, հա, դրա համար ինքը անընդհատ է դժգոհություն ունի այդ Զարեի աշխատանքից, հա, վաղը մյուս օր դրա գլխին էլ մի բան կբերեն, հասկանում ես, որ տենց ինքը խանդավառ թողել է ամերիկաները եկել է որ ծառայի է ժողովուրդ։ Զարե Սինանյանի արտաբերած նախադասությունները նայեք։ Զարե Սինանյանը մի հատ թող իր անցյալի մասին ընդհանրապես մտածի, ինչ հետագծեր ա ունեցել Միացյալ Նահանգներում։ Մի հատ թող մտածի դրա մասին։ Դու ինչ իրավունք ունես որպես Սփյուռքի հանձնակատար, այս մակարդակի վերցնես այդ գործառույթը քո վրա Սփյուռքը պառակտելու, ստորացնելու, հեռացնելու։ Չէ։ Ինքը Սփյուռքի ծնունդ չի դեպ, ինքը Հայաստանում, Երևանում ծնված բարեկամության։ Գլենդելի քաղաքապետը չէ։ Հետո փոքր ժամանակ արտագաղթել են, գնացել են Միացյալ Նահանգներ ու տենց երջանիկ ամերիկյան կյանքով զբաղվել, այո, քաղաքապետ էլ է եղել Գլենդելի։ Այսինքն այդ ծրագրերն էլ որ անում եք, անուններն եք բերել փոխել։ Դե այդ մարդիկ հանուն պաշտոնի ամեն ինչ սարքել եք քայլ դեպի տուն, չգիտեմ մնացած երիտասարդներին էլ սարքել եք ի գործ, ինչ որ նույն բաները, անունները փոխել եք, անունը դրել եք, որ դուք բան եք, նոր ինչ-որ գաղափարներ եք բերել, ոչ, դուք միայն ու միայն նպաստել եք այդ վիհը, որ շատ ավելի լայնանա, այդ անդունդը ավելի մեծանա, այդ հեռացումը Սփյուռքի շատ ավելի մեծանա, ինչու, որովհետև նույն Ահմեդ Դավութօղլուն էր Թուրքիայի նախկին հայտնի ճարտարապետը իրենց արտաքին քաղաքականությամբ ասել, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին մեկ խանգարիչ հանգամանք կա, եւ դա հայկական Սփյուռքն է։
Ցավոք սրտի ոչ մի լավ բան չկարողացանք փոխանցել մեզ լսողներին, Չէ, բայց ինչու այս փորձեցինք բաները վատը որ ասում ենք, մեր լսողները թող հասկանան, որ վատը սա է, իսկ այո, լավը կարող է լինի, ինչու կարող է լինի, որովհետև երբ որ դու սա չես անում, արդեն դու պետքա կենտրոնանաս լավի Եվ վրա։ չես իմանում թե ուր է գնում ճանապարհը, Չես գոնե պիտի իմանում, պատկերացնես չես ուր է իմանում, գնում երկիրը, չէ՞։ այդքան խոսեցինք, չէ, հաշտեցման մասին, ներհայաստանյան հաշտեցում պիտի լինի։ Իրենք կարծես այդ բառը Հակառակը, իրենց համար հակառակը։ ալերգիա է առաջացնում։ Այո։ Իրենք ընդհակառակը պիտի անընդհատ սրեն, անընդհատ Այո։ հեռացնեն, պառակտեն, ջարդեն, փշրեն, բաժանեն, որ տիրեն։ Տիրեն։ Բայց դա լոհանսաման Պարզ չի։ պարզ բանաձևով են Այո։ աշխատում։ Շնորհակալ եմ, Ես եմ պարոն շնորհակալ։ Վելիքյան։ Այսօր այսքանը կհանդիպենք։